Ես կպատրաստեմ դիետիկ ոչ գիրացնող հաց։ Այստեղ լցել ենք դեղին ոսպը, կատնաշոր, հիմա կլցեմ բակ պուդր, փխրեցուցիչ, մեկ կես կդալ չայ, վանիլ, հետը կխառնեմ մի հատ հավգիտ, մեր դեղին բան թողել ենք ստեղ, քիչ եմ կաղանք վարսագի փատիլ, ալուր ես չեմ օգտագործել, եթե դուք վարսագի փատիլ չունիք, կարող եք ալուր օգտագործեք, անջատվա վերևը, ստեմ թխված կաբլիթ, ստեղ լցել ենք մի հատ հավգտի սպիտակուցը, բանան, կատնաշոր, մի շաքարավազ կավելացնենք ու վարսագի փատիլ, եթե դուք վարսագի փատիլ չունիք, կարաք սիպտագալուշ, ես վարսագի փատիլով եմ սորորել, վարսագի փատիլ կավելացնեմ, շաքարավազը ձեր բերնի չափով, ձեր բերնի համով, սպես մի կաղանք, տոկը միացած է, ժողովուրդ ջան, ստեղ մի բերենք կլցենք մեր դատիմի կուդը, արևածաղի կուդը, մեկ է քունջուտը, լավ կխառնեք, քանի որ իմս վարսագի փատիլ է, մեկ է ժամը կմնա, հետո նոր մադի չափ, երկարությունով, եթե սպրիչ ունիք, սպրիչով կենեք, եթե չէ, գդալով, այս ձևի, իզը տանելով, սիրուն, կթխեք մի 10-20 րոպեվա մեր վարսագի փատիլներ